Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սա կարևոր կոնվենցիա է, որ մենք պետք է վավերացնենք, միանալով արդեն վավերացված երկրների ընտանիքին եւ այո մեր օրենսդրությունը, որտեղ որ կլինեն բացեր, համապատասխանեցնենք դրան։ Ես ուզում եմ խոսել վավերացման ժամանակ, ստորագրման ժամանակ մեր կողմից վերապահմանը։ Տիկին Անուշյանը նշեց, որ այդ վերապահումը ժողովրդագրական խնդիր է լուծում, ես ուզում եմ կտրուկ չհամաձայնվել դրա հետ, որևէ ժողովրդագրական խնդիր այդ բանով օրենսդրական կարգավորումով մեր երկրում չի լուծվում, որտեվ ընդունման պահից, որը եղել է 2021 թվականի հունիսը, մինչև դեկտեմբերի 31-ը 2024 թվականի այդ կարգավորման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում որպես 4 երեխա ծնվել են 16 տղաներ, ընդամենը եւ 3 աղջիկներ, սրանով նորից եւս մեկ անգամ ցույց է տրվում, որ այնուամենայնիվ այդ խտրականությունը առկա է, այսինքն մենք ունենալով արդեն իսկ ծնունդների, բնական ծնունդների դեպքում կտրուկ շեղում բնական թվերից, երբ որ օրինակ 105 տղային մոտավորապես հասնում է 100 աղջիկ, ու մենք ունենք այս պահի դրությամբ 109-ին 100, այսինքն սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասով ունենք խնդիր, ես կարծում եմ, որ մենք պետքա վերադառնանք մեր նախկին կարգավորմանը, երբ որ սեռով պայմանավորված հնարավոր չէր որոշել արհեստական վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով, թե ինչ երեխա է ծնվելու, եւ մենք արդեն մեր գործընկերների հետ ուզում եմ տեղեկացնել, որ ունենք նախաձեռնություն, որը կդնենք շուտով շրջանառության մեջ, այս կարգավորումը փոխելու համար։ Պատեհ պահին իհարկե կոչ եմ անում կողմ քվեարկել կոնվենցիային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։